Ում նկատի ուներ Սերժ Սարգսյանը, երբ հայտարարում էր, թե իր նախագահության օրոք բացել է ողջ լրատվական դաշտը վերականգնել հեռուստաընկերությունների եթեր ունենալու իրավունքը։ Երևի Ամիկ Պլյուսի մասին։ Հայաստանի Հանրապետական կուսակցության 14-րդ արտահերթ համագումարում հնչած նրա ելույթում Ամեկ Պլյուսի մասին խոսել է Տիկին Նաղդալյանը, համարում են նորմալ պետության նորմալ գործընթաց։ Մենք չունենք ցանկություն փակել լրատվամիջոց, անկախ նրանից, թե մեզ դուր է գալիս նրա գնահատականները, անկախ նրանից, թե մեզ գովում է, թե քննադատում է։ Արդյոք սա նախագահի ընտրություններից առաջ Սերժ Սարգսյանի կողմից PR ակցիա չէր, Armnews հեռուստաընկերության եթերում Ամեկ Պլյուսին տրամադրելով ընդամենը 20 րոպե եթերաժամ։ Վստահաբար կարող եմ ասել, որ այդպիսի PR-ի կարիքը մենք չունենք, դա քաղաքական կամքի արտահայտում է։ Այն ինչ ասել է հանրապետության նախագահը, ասել է շատ պարզ ու հստակ, եւ որևէ լրացում կատարելու անհրաժեշտություն նորից եմ կրկնում չկա։ Ամեկ Պլյուսը Armnews-ի եթերով հեռարձակվում է պայմանագրային հիմունքներով։ Պայմանագրի ժամկետը լրանում է 2013 թվականի փետրվարի 10-ին։ Արդյոք սա Ռոբերտ Քոչարյանի կողմից փակված հեռուստաընկերության եթեր վերադարձնելն է։ Պայմանագիրը կարելի է կնքել նախագահականից հետո, որովհետև մենք գիտենք, որ Ամեկ Պլյուսի ազատ դրսևորման աստիճանը, միգուցե դա կարող էր խանգարել, եթե ձեր տեսանկյունից նայենք հարցադրման տեսանկյունից, այս պարագայում կարծում եմ, որ մտադրությունը եւ միտքը ազնիվ է եւ ժամանակն է, որպեսզի նաեւ ցանկացած քայլի մեջ տեսնենք հետին մտքեր։ Իդեպ Սերժ Սարգսյանի նախագահության օրոք եւս հեռուստաընկերություն է եթերազրկվել ԱԼՄ հոլդինգը։ Մենք եկել ենք հասեմի աստիճանի ինչ-որ մի հարթության վրա, երբ որ այլևս քավոր սանիկ տարբերակներով չեն կարող բացել որևէ հեռուստաալիք։ Ես կարամ պաշտոնապես ասեմ, որ ինձ մեր հեռուստաընկերությունը փակել են, դա էլ պատիժ է, էլի, որտեղ դա մի պատճառ ունի, որ իրենց ձեռն է հիմա հեռուստաընկերությունները, բոլոր։ Փաստորեն Միխայել Մինասյանի, հեսայի, բոլոր հեռուստաընկերությունները դարձել են հոլդինգ ու այդ հոլդինգը իշխանության ձեռքի տակ է։